Սա եկեղեցու մաքրություն կարելի է համարել զավակ ունեցողը եկել է որ մեկ այլ զավակ ունեցողի հեռացնի։ Իհարկե, ես դա չեմ ընդունում, բացարձակ։ Նիկոլ Փաշինյանի մոտ էր Ես չեմ, հայտնվել։ դե հարցը դուք ձեր մոտ ավելի հաճախ է ստացվում, դուք հնարավորություն ունեք այդ հարցը իրեն տալու, առավելևս ես մի անգամ ասել եմ, դեռևս զավակ ունենալը չի նշանակում լծված լինել պետության դեմ դավադիր գործունեությամբ։ Զավակ ունենալը դեռևս չի նշանակում ուրեմն դառնալ գործիք հակապետական վրեժխնդիր ուժերի կամ ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյան իր արչև խնդիրը ձևակերպելիս ոչ թե դրել է այն, որ կաթողիկոսը հակապետական է, ինչը եթե այդպիսի խնդիր առաջադրեր դա ավելի կարելի կլիներ, քան այն նա ասում է, որ զավակ ունի, հա, այսինքն հիմա պետք է մենք այս բանը դիտարկենք, քանի որ Նիկոլ Փաշինյանն է առաջ քաշել այս հարցը, պետք է նրա ձևակերպած պահանջի շուրջ դիտարկենք։ Ես դիտարկում եմ եւ ըստ վարչապետի, դիտարկում եմ ըստ մեր ժողովրդի եւ դիտարկում եմ ըստ պետության։ Բոլոր դեպքերում հոգեվորականության այն մասը, որոնց ընդունել է կառավարության ղեկավարը, հույսը հավատ չեն ներշնչում, որ եթե նրանց միջոցով հայ եկեղեցու բարենորոգման գործընթացը պիտի սկսվի, ապա ես այդ գործընթացը համարում եմ մեծ հաշվով ոչ արդյունավետ եւ ոչ հայեցի։